Es jums pastāstīšu pasaku par kaķi zābakos. Armēņu valodā. Košikavor katun. Մի ջրաղաց բան իր երեք որդեններին տղած ջրաղաց, էշ և կատու, որպես միակ ժառանգություն։ Ավագը ստացավ ջրաղացը, երկրորդը էշը, իսկ կրտսերը կատուն։ Կրտսերը չէր կարողանում խիթարվել այդքան քիչ բան ունենալու համար։ Երբ ես ուտեմ իմ կատվին և նրա մաշկից բաճկոն պատրաստեմ, ինչ կմնա ինձ մոտ։ Կատուն գիտակցելով ուտելու վտանգը գտավ իր ձայնը և ասաց իր տիրոջը. «Մի անհանգստացիր, գնա և բեր ինձ համար մի պայուսակ, մի զույգ կոշիկ և մի քանի նրբակե հագուստ, մնացածի համար ես կհոգամ»։ Տղան այդքան զարմացավ նրա հոսքը լսելով, որ չհապաղեց։ Նա վազեց շուկա, գնեց մի պայուսակ, մի զույգ կոշիկ, թիկնոց և մեծ փետուրներով գլխարկ։ Երբ կատուն կոշիկով խաղցրին, նա վերցրեց պարկը իր երկու առջևի տաթերով և գնաց անտառ, որտեղ նա տեսել էր նապաստակներ։ Նա գազաններ դրեց կիսաբաց պարկի մեջ և ձևացրեց, թե մեռած է։ Հազիվ պառկեց, երբ մի երիտասարդ նապաստակ բարձրացավ պարկի մեջ։ Կոշիկով կատուն անմիջապես քաշեց պարանները նրան որսալու համար։ Այնուհետև նա գնաց թագավորի մոտ և խնդրեց խոսել նրա հետ. «Տեր, ահա մի նապաստակ իմ տիրոջից, Մարկիզ դե Կարաբասից»։ Այդպես էր նա որոշել անվանել ջրաղացպանի փոքրիկ որդուն։ «Ասա քո տիրոջը, պատասխանեց թագավորը, որ շնորհակալ եմ նրա իմ բարության համար»։ Մեկ այլ անգամ կատուն գնաց թաքնվելու ծորենի դաշտում և այնտեղ, դեռևս իր պարկը ձեռքին, բռնեց երկու քաքավ։ Այնուհետև նա գնաց դրանք թագավորին առաջարկելու, ինչպես արել էր նապաստակի հետ։ Նա շարունակեց այսպես 2 կամ 3 ամիս, պարբերաբար որս բերելով թագավորին իր տիրոջից՝ Մարկիզ դե Կարաբասից։ Մի օր, իմանալով, որ թագավորը մտադիր է գետի ափով զբոսնել իր դստեր, աշխարհի ամենագեղեցիկ տարկայադստեր հետ, կոշիկավոր կատուն ասաց իր տիրոջը. «Եթե հետևես իմ խորհուրդներին, քո հարստությունը կստեղծվի, քեզ մնում է միայն լողանալ գետում, իսկ մնացածը թող ինձ»։ Մարկիզ դե Կարաբասը արեց այնպես, ինչպես խորհուրդ տվեց իր կատուն։ Եվ երբ նա լողոնում էր, պատահաբար թագավորական քարքն անցավ կողքով։ «Օգնեք, օգնեք, Մարկիզ դե Կարաբասը խեղդվում է», գոռաց կատուն։ Այս ճչից թագավորը գլուխը շրջեց և ճանաչելով կատվին, որը այնքան հաճախ նրան որս էր բերում, հրամայեց իր պահակներին օգնության հասնել Մարկիզին։ Երբ նրանք նրան ջրից խմում էին, կատուն մոտեցավ կառքին և թագավորին ասաց, որ գողերը գողացել են իր տիրոջ հագուստը։ Իրականում նա դրանք թաքցրել էր մի մեծ քարի տակ։ «Վազեք պալատ», հրամայեց թագավորը իր ցարաններին, «և բերեք իմ լավագույն կոստյումներից մեկը Մարկիզ դե Կարաբասի համար»։ Թագավորական կոստյումով ջրաղացպանի որդին իսկապես շքեղ տեսք ուներ։ Արքայադուստրը նրան շատ գեղեցիկ գտավ և բավականին շփոթված մնաց։ Թագավորը նրան առաջարկեց իր կողքով գնալ և հրավիրեց շարունակել ճանապարհը իրենց հետ։ Երիտասարդը հազիվ էր հավատում, թե ինչ էր կատարվում իր հետ, բայց առանց վարանելու բարձրացավ կառքի մեջ։ Կոշիկավոր կատուն քայլում էր առաջ, տեսնելով մի քանի գյուղացիների, որոնք հսկայական դաշտ էին վարում,
Նա մոտեցավ նրանց և վճռականորեն ասաց. «Եթե ձեզ հարցնեն, թե ում է այս դաշտը, ասեք, որ այն պատկանում է Մարկիզ դե Կարաբասին, բայց զգույշ եղեք, եթե չխնազանդվեք, կլսեք ինձ»։ Խեղճ մարդիկ վախեցան այս կատվից, որը կոշիկներ և գլխարկ էր խակել, խոսում էր և հրամաններ էր տալիս։ Նրանք չէին համարձակվում չենթարկվել նրան։ Այսպիսով, երբ թագավորը անցավ կարգով և ցանկացավ իմանալ, թե ում է պատկանում դաշտը, նրանք միաբերան պատասխանեցին նրան. «Մարկիզ դե Կարաբասին է»։ Ամենուրեք թագավորը լսում էր նույն պատասխանը։ Նրան իսկապես թվում էր, թե երիտասարդ մարքիզը հսկայական կալվածքների տեր է։ Կատուն վերջապես հասավ մի շքեղ ամրոց, որը պատկանում էր մի հսկայի։ Նա սարսափելի հսկա էր, որը կարող էր վերածվել ցանկացած կենդանու։ «Ինձ ասել են, — ասաց կատուն, — որ դու կարող ես վերածվել առյուծի»։ «Ճիշտ է, — ասաց հսկան, որը վերածվեց մռնչող առյուծի։ «Դա հեշտ է, — ասաց կատուն, որը այնուամենայնիվ սարսափած էր, — բայց քեզ պես մեծ մարդու համար շատ ավելի դժվար պետք է լինի վերածվել ավելի փոքր կենդանու, օրինակ, առնետի»։ Վնասված պարտությամբ Օգրը ուզում էր ցույց տալ, որ ինքն էլ կարող է դա անել, բայց հենց որ նա վերածվեց առնետի, կատուն հարձակվեց նրա վրա և մեկ գծումով կուլ տվեց նրան։ Այնուհետև նա վազեց դեպի կամուրջը՝ դիմավորելու ժամանող թագավորին. «Բարի գալուստ, ձերդ մեծություն, Մարկիզ դե Կարաբասի ամրոց»։ «Ի՞նչը, Մարկիզ, այս հրաշալի ամրոցը նույնպես քոնն է, խնդրում եմ ցույց տուր ինձ այն», հարցրեց թագավորը։ Մարկիզը ձեռք մեկնեց երիտասարդ աղջկայի դստերը և միասին հետևելով թագավորին, նրանք մտան մի մեծ դահլիճ, որտեղ հնչույթ էր մատուցվում։ Կուրացած և հմայված թագավորը իր դստեր ձեռքը առաջարկեց մարկիզին։ Հարսանիքը տեղի ունեցավ հենց այդ երեկոն, և կատուն դարձավ տիրակալ։ Իր ողջ կյանքի ընթացքում նա հավատարմորեն շարունակեց ծառայել իր տիրոջը՝ Մարկիզ դե Կարաբասին։ Paldies, kas pasaku klausījās!